Բարձրացրելի հայրենակիցներ, այսօր մայիսի 19-ն է, եւ սա արդեն մեր երեկոյան հաղորդումն է, եւ այս հաղորդման մեջ հիմնականում անդրադառնալու ենք Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ուրիշ հարցերի եւս անպայման կանդրադառնանք, բայց կարևոր հարցը հիմա սա է, դուք գիտեք, ես հիմնականում չեմ սիրում նրա հարցազրույցներին անդրադառնալ, ընդհանրապես կողմ եմ, որպեսզի անտեսվի նրա ամեն մի խոսքը, բայց հասկանում եմ, որ այդ հարցազրույցները շատ ակտիվ տարածվում են իր լրատվամիջոցների կողմից եւ ոչ միայն իր լրատվամիջոցների կողմից, նաեւ իշխանության լրատվամիջոցները եւս տարածում են եւ հետո փորձում են հակազդել, հասկանում եք, թե ինչի համար է դա արվում, բայց այստեղ կարեւոր է անդրադառնալ այն առումով, որովհետեւ ես տեսա շատ վտանգավոր ստեր արտաքին քաղաքականության մասով Հայաստանի, որոնք որ մեծ վտանգներ են ստեղծում Հայաստանի համար։ Այդ հարցազրույցի մեջ Ռոբերտ Քոչարյանը ամեն ձևով փորձում էր պաշտպանել Ռուսաստանի Դաշնությանը, իր ընկերոջ Պուտինին, ում նկարը, որ այդտեղ փակցված էր, իր եւ Պուտինի նկարը, ամեն ինչ այդ նկարով էլ ասված է, հիմա ինչ է ասում ինքը Ռուսաստանի մասով։ Փորձենք հերթով այդ սետերին պատասխանել։ Նա ճիշտ է ասում է, որ նույնիսկ մանկամտություն է հավատալ եւ պատկերացնել, որ Եվրոպան կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը, այստեղ ես ոչ միայն իր հետ համաձայն չեմ, այլ նույնիսկ մանուկները կարծում եմ իրեն կարող են հակադարձել, որ դա չի համապատասխանում իրականության, աստերով կարող են խոսել նրա հետ, թե ինչ ունեցավ տեղի Արցախի հետ, թե ինչպես Ռուսաստանի Դաշնությունը հանձնեց Արցախը, իր իսկ քաղաքականության պատճառով ինչպես էր Ադրբեջանը զինվում Ռուսաստանի Դաշնության օգնությամբ, հետո ինչպես ինքը Հայաստանի ենթակառուցվածքները հանձնեց Ռուսաստանի Դաշնությանը, ինչպես էր երկիրը թալանվում, այս ամենի մասին դուք գիտեք սիրելի հայրենակիցներ, բայց հիշեցնենք լավ վերջինը, չասենք Արցախը թե ինչպես հանձնեցին ռուս խաղապահների սպեցօպերացիայի հետևանքով, խոսենք այն մասին, թե ինչպես հարձակվեցին ադրբեջանցիները Հայաստանի սուվերեն տարածքի վրա եւ ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանին ոչ մեկ չեկավ օգնության, ՀԱՊԿ-ի մասով էր դիմվել եւ այլ ձևերով եւս դիմել էին, բայց Ռուսաստանի Դաշնությունը ընդհանրապես տեղի չշարժվեց եւ չփորձեց կանխել ադրբեջանական ագրեսիան։ Հիշենք սա, ես գիտեմ, որ յուրաքանչյուր մեկը շատ լավ հիշում է, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը այդ օրը առավոտվանից զանգահարում տարբեր եվրոպական երկրներ, հեռախոսազրույց ունենում նաեւ Բլինկենի հետ, որի միջոցով ստացվեց կասեցնել ադրբեջանական ագրեսիան։ Ուր էր այդ ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը։ Թե Ռոբերտ Քոչարյանին թվում է, որ մենք չէինք ցանկանա, որ Ռուսաստանը գար եւ օգներ իր դաշնակից Հայաստանին։ Բայց այնինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, փաստացի կրկնվում էր նաեւ Հայաստանի դեմ, եւ եթե Հայաստանի իշխանությունները ճիշտ քայլերով չփորձեին կասեցնել ադրբեջանական հարձակումը ջերմուկի ուղղությամբ, ապա հնարավոր է այսօր մենք լրիվ այլ պատկեր ունենայինք։ Դրանից բացի մենք հստակ տեսել ենք եւ գիտենք, թե ինչպես ռուսական հրամանատարության ներքո գործող ՀՕՊ-ը չի գործել։ Քանի որ այն պետք է գործեր ընդհանուր հրամանատարական կետից եւ Ռուսաստանի Դաշնությունը պետք է օգներ այդ հարցում Հայաստանի Հանրապետությանը, հետեւաբար այդ հարձակման ժամանակ չի գործել։ Դրանից բացի այն դիրքերի ուղղությամբ, որտեղ որ հարձակում էին հիմնականում ադրբեջանցիները, այդտեղ տեղակայված էին ռուս ցինծառայողները եւ շատ դեպքերում մեկ օր առաջ նրանք լքում էին իրենց դիրքերը, որպեսզի ադրբեջանցիները անխափան առաջ գան։ Ինչի չգիտե այս մասին Ռոբերտ Քոչարյանը։ Ես շատ լուրջ ձևով կասկածում եմ, որ նա չգիտի, շատ լավ գիտե ամեն ինչ, բայց ահա խոսում է այդ ձև։ Հետո երբ որ անզեն Եվրոպական միության դիտորդական առաքելությունը տեղակայվեց հայ-ադրբեջանական սահմանին, միանգամից ամեն ինչ հանգստացավ, ամեն ինչ հանդարտվեց։ Նույնիսկ ոչ զինված դիտորդական առաքելությունը կարողացավ զսպել Ադրբեջանի հարձակումները հայկական դիրքերի ուղղությամբ։ Եվ եթե հիշում եք, միայն այն դիրքերի ուղղությամբ էր հարձակում տեղի ունենում, որտեղ որ տեղակայված էին Սյունիքում Ռուսաստանի դիրքապահները եւ նրանք թույլ չէին տալիս նույնիսկ մոնիթորինգ անցկացնել Եվրամիության դիտորդական առաքելությանը։ Հիմա ինչպես հասկանանք Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, թե Եվրոպան չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը եւ Հայաստանի անվտանգությունը
ապահովում է Ռուսաստանի Դաշնությունը։ Դա նաև խոսքով կպավ Մակրոնին, թե Մակրոնը կարող է ընդհանրապես հայտարարություններով հանդես գալ։ Ես չեմ ասում, թե Եվրոպան զինվորականներ է ուղարկելու, որպեսզի Հայաստանի տարածքը ֆիզիկապես պաշտպանի, բայց Ռուսաստանի Դաշնությունը, որ ֆիզիկապես ներկա էր Հայաստանում եւ բազմաթիվ թե երկկողմ հարաբերություններով ամրագրված էր, որ պետք է Հայաստանին օգնի անվտանգության առումով եւ թե հապկի պայմանագրերով Ռուսաստանը ոչ միայն չօգնեց, այլ ուղղակի օգնեց մեր հակառակորդին, որպեսզի մեր հակառակորդները առաջ խաղացում ունենան։ Դրանից բացի մենք գիտենք, թե ինչպես Ռուսաստանի Դաշնությունը անընդհատ խոսում էր եւ կրկին խոսում է երակողմ պայմանագրի 9-րդ կետից, որպեսզի Հայաստանը միջանցք տրամադրի Ադրբեջանին, հիմա փոխել են անվանում այն փոքր այլ ձև են ասում, միջանց չեն ասում, բայց ասում են, որ անպայման այդ ամենը պետք է տեղի ունենա FSB-ի կոնտրոլի ներքո, վերահսկողության ներքո։ Ինչի՞ չի խոսում այդ մասին Ռոբերտ Քոչարյանը։ Ինչ վերաբերվում է կրկին Եվրոպային, ես ասեմ, որ Եվրոպան հիմա շատ լուրջ ձևով զինվում է, բազմիցս արդեն քանի հաղորդում է ասել են, որ եվրոպական երկրները դրվում են ռազմական ռելսերի վրա, եւ երբ որ Քոչարյանը ասում է, որ թե ռազմական տեսանկյունից եւ թե տնտեսության տեսանկյունից Ռուսաստանին հավասարը չկա, դա նույնպես սուտ է, քանի որ Եվրամիությունը գերազանցում է տնտեսությամբ անգամներով, ես նույնիսկ չեմ կարող ասել քանի տասնյակ անգամ Ռուսաստանի Դաշնության տնտեսությանը։ Մեկ հարցում նա ճիշտ է, Հայաստանի հիմնական տնտեսական դաշնակիցը այս պահի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունն է, եւ տնտեսապես Հայաստանը մեծ կախում ունի Ռուսաստանի Դաշնությունից, ինչը բնականաբար ճիշտ է, բայց նույն ժամանակ ողբերգություն է Հայաստանի Հանրապետության համար։ Մնացածի մասով ես չեմ կարող համաձայնվել Ռոբերտ Քոչարյանի հետ, նաև այն թեզերի շուրջ, թե մշակութային առումով եւս Հայաստանը շատ ավելի մոտ է Ռուսաստանին, քան Եվրոպային։ Դա եւս չի համապատասխանում իրականության, հայկական մշակույթը շատ ավելի մոտ է, այսինքն եվրոպացիները շատ բան են վերցրել հայկական մշակույթից, եւ մեր մշակույթը եւ եվրոպացիների բազմաթիվ երկրների եվրոպական մշակույթները շատ մոտ են հայկական մշակույթին։ Ես գիտեմ, որ նաև հայկական մշակութային կապերը շատ լավն են ռուսական մշակույթի հետ, ինչը նույնպես ողջունելի է։ Ես երբեք մշակույթին դեմ չեմ եղել, ես դեմ եմ եղել այս կոնկրետ քաղաքական գծին, որը Ռուսաստանի Դաշնությունը տանում է Հայաստանի նկատմամբ, բայց այն, որ մշակութային առումով եւս Ռուսաստանի Դաշնությունը շատ մեծ ավելի մոտ է եւ հարազատ, դա եւս չի համապատասխանում իրականության։ Ճիշտ է, մոտ է, բայց որ շատ ավելի մոտ է, քան Եվրոպան, դա եւս չի համապատասխանում իրականության։ Եվ այն, որ ըստ Ռոբերտ Քոչարյանի սխալ է շպագատ նստել Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև, դրա հետ եւս ես չեմ կարող համաձայնվել, քանի որ իր իշխանության օրոք, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Հայաստանը միայն ու միայն ավելացնում էր իր կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից, ուներ ինքնիշխանություն եւ այն հարաբերությունները, որոնք որ կային Եվրամիության որոշ երկրների հետ, նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, դրանք խիստ ձևական բնույթ էին կրում։ Եվ Քոչարյանը հիմա ասում է, որ մեզ պետք է ռազմավարական հարաբերություններ են պետք Ռուսաստանի հետ, դաշնակցային հարաբերություններ են պետք Ռուսաստանի Դաշնության հետ, նույն ժամանակ փորձում է հերքել իր իսկ խոսքերը նախորդում արված, փորձում է հետ կանգնել, բայց քաղաքականապես էլ ախր չի ստացվում իր հայտարարություններից այնքան սխալ է ինքը անում այդ հայտարարությունները, որպեսզի հետ կանգնի, դա էլ չի ստացվում իր ո։ Նա ասում է, թե իբր ինքը չի ասել, որ Հայաստանը պետք է միութենական պետության մաս դառնա Բելարուսի եւ Ռուսաստանի հետ, եւ դրա դիմաց նույնիսկ Ռուսաստանը շատ նախապայմաններ էլ կարող է առաջ քաշել, բայց իր ամեն մի խոսք դրան է տանում, ինչը նշանակում դաշնակցային հարաբերություններ, ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ։ Այդ ռազմավարական հարաբերությունները Հայաստանը միջայլոց ունի, այդ դաշնակցային հարաբերությունները եւս Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ ունի։ Հիմա ամեն ինչ անձերով է պայմանավորված։ Նիկոլ Փաշինյանը Պուտինի սրդով չէ, դրա համար ինքը իր պարտավորությունները չի կատարել, դրա համար ինքը նպաստել, որ Հայաստանը մասնատվի, Ադրբեջանը ունենա հաջողություն։ Ճիշտ ասած, ես այդքան էլ հակված չեմ այդ ամենին հավատալ։ Ճիշտ է, այդ ամենը ունի որոշ նշանակություն, բայց ոչ այդ աստիճանի, ինչպես դա ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանը։ Ռուս-թուրքական ծրագիրը վաղուց է գոյություն ունեցել, իմիջիայլոց երբ որ ինքը խոսում է
ընդհանուր պատմությունից ինքը երևի տեղյակ չէ, թե ինչպես հանձնվեց Կարսը, ինչպես հանձնվեց Նախիջևանը, ինչպես հանձնվեց Արցախը, թե 100 տարի առաջ եւ թե հիմա։ Այսինքն այդ պատմական օրինակները մենք կարող ենք շատ աչքի առաջ բերել, լավ հիշել, թե ինչ էր տեղի ունենում 15 թվականին, ոչ միայն ցեղասպանության ժամանակ, այլ նաեւ ցեղասպանությունից հետո, թե ինչպես ռուս գեներալները մի ձեռքով օգնում էին, որպեսզի Անտոնին կարողանար ազատագրել բռնագրաված արևմտյան Հայաստանը, նրա հետևից ռուս գեներալներն էին առաջ գնում, եւ հետո ինչպես երբ որ հայկական զորքերը Անտրանիկի գլխավորությամբ հասան Կարին, ինչպես փախուստի դիմեցին նույն ռուս գեներալները, որ հրահանգ ստացան, որպեսզի իրենք պետք է թողնեն եւ հեռանան։ Մենք այդ ամենը շատ լավ անցնենք, շատ լավ գիտենք։ Ես կրկնեմ մի միտքը, ես դեմ չեմ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լավ հարաբերություններ ունենա Ռուսաստանի Դաշնության հետ, բայց այն ինչպես Ռուսաստանի Դաշնությունը վարվեց մեզ հետ վերջին 5 տարիների ընթացքում, դա ուղղակի դավաճանություն է Ռուսաստանի Դաշնության կողմից։ Եվ ես հստակ նաև տեսնում եմ այն, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի նկատմամբ շատ բացասական վերաբերմունք ունի, վասալի հանդեպ վերաբերմունք է դրսևորում Ռուսաստանի Դաշնությունը, եւ դա բոլորը շատ լավ տեսնում են, բացի երևի Ռոբերտ Քոչարյանից, եւ մինչեւ Հայաստանի Հանրապետությունը չմաքրի Հայաստանը այդ գործակալական ցանցի ներկայացուցիչներից, որոնք որ շատ ավելի ռուսամետ են, նախկինում իրենց պապերը Մերուժյանի եւ Վասակների գլխավորությամբ պարսկամետ էին, որոշները բյուզանդամետ էին, որոշները արաբամետ, այդպես խավ ունեցել ենք մենք միշտ, հիմա էլ ունենք շատ այսպես թունդ ռուսամետ գործակալական ցանց, ովքեր որ Ռուսաստանի Դաշնության շահերը շատ ավելի բարձր են դասում, քան Հայաստանի Հանրապետության շահերը։ Հավալի է, բայց փաստ է, բայց մինչև մենք չմաքրենք Հայաստանի Հանրապետությունը այդ գործակալական ցանցի ներկայացուցիչներից, ես գրեթե համոզված եմ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև չի լինի նորմալ հարաբերություններ, չեն լինի ուղղակի նորմալ հարաբերություններ, քանի որ այդ հայտարարությունները կոնկրետ սեփ են խրում մեր հարաբերություններին Ռուսաստանի Դաշնության հետ։ Խնդիր է, կոնկրետ խնդիր է առաջանում, Ռուսաստանը լսում է այդ հայտարարությունները, ողջևորվում է, ավելի են շատ սկսում ֆինանսավորել, նրանք էլ ավելի ողջևորված հայտարարություններ են անում, փորձում են խժդժություններ առաջացնել, Ռուսաստանը դրանով փորձում է ազդել Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա եւ միշտ մեր հարաբերությունները շատ բարդ, վատ իրավիճակում են լինում։ Հետևաբար, մինչև Հայաստանի Հանրապետությունը չմաքրվի այդ գործակալական ցանցի ներկայացուցիչներից, Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն կարող նորմալ լինել։ Ինքը նաև ասում էր այն, որ եվրոպական երկրները փորձում են օգտագործել փոքր երկրներին ընդդեմ Ռուսաստանի, նման բանի հետ ես կարող եմ համաձայնվել, նման բան կա, եթե դու շատ թույլ ես եւ չունես ինքնիշխանություն, ապա մեծ հաճույքով ուրիշները կօգտագործեն քեզ, իհարկե կօգտագործեն, բայց ամենայն անկեղծությամբ ես հիմա Հայաստանի մեջ չեմ տեսնում այնպիսի ուժեր, որոնց որ եվրոպական քաղաքական գործիչները օգտագործում են իրենց շահերի համար ընդդեմ Ռուսաստանի։ Բարեբախտաբար չեմ տեսնում, եւ եթե տեսնեի ամոթ մեզ, ոչ թե ամոթ մեզ, դա միայն ու միայն մեր պետության պետական շահիներ վնասելու։ Նույն քաղաքականությունն է փաստացի փորձում նաեւ վարել Վրաստանը, ամենայն դեպս պաշտոնապես այդպես է հայտարարվում, եւ եթե այդպես է, ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը, ես կարծում եմ, որ վատ չէ։ Մենք չպետք է որևիցե այլ երկրի թելադրումով հակադրվենք որևիցե մեկ այլ երկրի հետ։ Եվ մենք կոնկրետ Ռուսաստանի հարցում, ես արդեն նշեցի, ունենք կոնկրետ բողոքներ եւ դժգոհություններ, թե ինչի համար մեր հարաբերությունները այսքան վատն են Ռուսաստանի Դաշնության հետ։ Որ հարցերում է թերացել Ռուսաստանի Դաշնությունը եւ չափազանց կարեւոր հարցեր։ Իմիջայլոց, որը որ վերաբերվում էր Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ ընդհանրապես գոյությանը։ Դրանից կարեւոր հարց մենք չենք էլ ունեցել, ում վստահել ենք մեր անվտանգությունը, բայց մեր անվտանգության մասով ոչ միայն թերացել են, այլ նաեւ օգնել են մեր հակառակորդներին։ Կրկնեմ, հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է կառուցվեն նորովին, ոչ մի երրորդ այլ երկիր չի կարող ազդելու մեր հարաբերությունների վրա, մենք պետք է մաքրենք մեր ներսում այդ գործակալական ցանցի ներկայացուցիչներին, հետո նոր
արժանապատիվ ձևով սկսենք կառուցել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Յուրաքանչյուր նորմալ երկիր փորձում է այս բարդ ժամանակաշրջանը օգտագործել, որպեսզի ամրապնդի իր ինքնիշխանությունը։ Յուրաքանչյուր նորմալ երկիր, իսկ յուրաքանչյուր աննորմալ երկիր, անառողջ երկիր, գործակալներով լեփլեցուն երկիր, որը որ չի կարող դիմադրել այդ գործակալական ցանցին, դառնում է վասալ պետություն եւ ընդհանրապես կորցնում է իր ինքնիշխանությունը։ Եվ մենք պետք է այս պահը օգտագործենք ոչ թե դառնալու համար վասալ պետություն կորցնելու համար մեր ինքնիշխանությունը, այլ ճիշտ հակառակը, որpիսի մենք այս բարդ իրավիճակում, երբ որ Ռուսաստանի Դաշնությունն էլ բավականին լուրջ ձևով թուլացել է, կարողանանք ամրապնդել մեր ինքնիշխանությունը, հետո նորովի շատ լավ հարաբերություններ կառուցենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Սիրելի հայրենակիցներ, ես փորձում եմ հավասարակշռված խոսել, քանի որ հասկանում եմ հստակ, որ սա է ճիշտը եւ սա է բխում մեր ազգային եւ պետական շահերից, կարող եմ խոսել այն ձև, որ շատ շատերին ավելի դուր գա, շատ շատերը ավելի ծափահարեն, բայց դա միայն ու միայն վնաս է հասցնելու Հայաստանի ազգային ու պետական շահին։ Հետևաբար ես այս ձև եմ մոտենում հարցին եւ դրա համար մեր հետևորդները հիմնականում այն մարդիկ են, ովքեր որ հավասարակշռված մոտեցումներ ունեն տարբեր հարցերի շուրջ, գաղափարապես ավելի հասուն մարդիկ են եւ չեն սպասում միայն ինչ որ ուռա հայտարարություններ, որպեսզի ինչ որ պահի դրությամբ ոգևորվեն եւ իրենց այդ ոգևորությունով սխալ պատկերացումներ ձևավորեն իրենց մեջ եւ դրանով իսկ մեր հասարակությանը վնաս տան։ Հույսով եմ հասկանալ եք, սիրելի հայրենակիցներ, իմ այս հաղորդման իմաստը։ Ռոբերտ Քոչարյանը նաեւ խոսել է իր եւ Սերժ Սարգսյանի հարաբերություններից, թե ինչպես է նա հեղափոխության օրերին զանգահարել Սերժ Սարգսյանին, երևի արդեն լսել եք այդ պատմությունը, որ Սերժ Սարգսյանը ասել է, որ ամեն ինչ կոնտրոլի տակ է, բայց իրականում կոնտրոլի տակ չէ, ինքը քանի անգամ հարցրել է, որ վստահ ես, համոզված ես, ինքը ասել է այո, բայց 5-6 օրից հրաժարական է տվել։ Իր խոսքով, եթե լիներ Կարեն Սարգսյանը այդ ժամանակ վարչապետ, նման բան տեղի չէր ունենա, Հանրապետական կուսակցությանն է անդրադարձել, որ շատ փոքր կուսակցություն էր եւ ինքն է օգնել, որպեսզի այդ կուսակցությունը մեծ դառնա եւ իշխանության մաս լինի, հակառակ պարագայում ուրիշ կուսակցություն կարող է լիներ Հանրապետական կուսակցության փոխարեն, այսինքն իր տարաձայնություններն է այդտեղ նա ցուցադրել նաեւ Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Խոսել է նաեւ այն մասին, որ հնարավոր է Նիկոլ Փաշինյան ամենահարուստ մարդն է Հայաստանում, դա հատուկ է արվում, փորձում է այդպիսի գաղափար գցել հասարակության մեջ, բայց ինքը երևի չի հասկանում այդ բան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն լրիվ այլ բանի մեջ է մեղադրում, Նիկոլ Փաշինյանին լրիվ այլ հարցերում է մեղադրում եւ ուղղակի ուզում է, որ շրջանառության մեջ մտցնի նաեւ այդ թեզը, որ իբր Նիկոլ Փաշինյանը ամենահարուստ մարդն է Հայաստանում։ Քոչարյանի այս հայտարարություններին անդրադարձել է Ալեն Սիմոնյանը, նրա խոսքերով Հայաստանում նրա հանդեպ վերաբերմունքը ժողովրդի կողմից վաղուց ձևավորված է, եւ դա ճիշտ է, ես հետ համաձայն եմ։ Նա նաեւ ասել է, որ նույնիսկ պատերազմից հետո շատ մարդիկ իր դեմքի ջեղացկումները տեսնելով որոշել են գնալ քվեարկության, որպեսզի նա իշխանության հանկարծ չվերադառնա, քանի որ նա օտար է, մարդասպան է եւ կոռումպացված անձ է, որը որ խոփան էր եկել իր թայֆայով Հայաստանի Հանրապետություն։ Շատ հետաքրքիր, շատ կոշտ, կոպիտ հայտարարություն է արել Ալեն Սիմոնյանը, լավ խաղում են, ճիշտ ասած, ընտրություններից առաջ, բայց ես մի անգամ չէ որ նշել եմ, այս հայտարարություններին պետք է կոնկրետ հետևեն գործողություններ։ Հիմա կասեք, կան արդեն գործողություններ, Հայաստանի գլխավոր դատախազությունը արդեն կոնկրետ գործի է անցել, հա, կարծես թե կան, բայց պետք է սպասենք եւ ականատես լինենք, որ այդ գործողությունները ավելի լուրջ եւ կոնկրետ դառնան եւ չվերածվեն հերթական նախընտրական PR ակցիային։ Այսինքն կոնկրետ գործողություններ, ռեալ գործողություններ թող տեղի ունենան եւ կոպիտ ասած չանդամը թե չեն վերածվի ինչ որ PR նախընտրական ակցիայի։ Կներեք այս արտահայտության համար։ Հետաքրքիր մի հայտարարություն է այսօր արել նաեւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիհմետ Քաջիևը Թեհրանում, նրա խոսքերով արտերկրյա ռազմական ներկայության կարիք այլևս չկա
տարածաշրջանում եւ հստակ այս հայտարարությունը իմ պատկերացմամբ ուղղված էր նաեւ Ռուսաստանի Դաշնությանը։ Շատ լավ իրենք օգտագործեցին Ռուսաստանի Դաշնությանը, շատ լավ հասան իրենց նպատակներին, շատ հաջողակ ձևով նրանց հանեցին նաեւ Արցախից, հաջողակ ձևով իրականացնում են իրենց քաղաքականությունը, հիմա էլ հայտարարում են, որ ընդհանրապես տարածաշրջանում ռուսները չպետք է լինեն։ Դժվար թե ռուսները այս ամենը նկատեն, ոչ Սախարովան կնկատի այս հայտարարությունը երևի եւ ոչ մի ուրիշ քաղաքական գործիչ Ռուսաստանում չի նկատի, բայց եթե Հայաստանում արվեր նման հայտարարություն, ես պատկերացնում եմ, թե ինչ մեծ աժիոտաժ, ինչ մեծ խնդիրներ կստեղծեր այն։ Հակառակը Ալեն Սիմոնյանը այսօր հայտարարել է, որ ռուսական բազայի դուրս բերման մասին ոչ մի խոսք չկա։ Բայց եթե Ադրբեջանի դիրքորոշումը իրոք անկեղծ է, այսինքն իրենց համար անկեղծ, դա նաև ինչ որ միտեղ ազդելու է մեր վրա, քանի որ Ադրբեջանը հասկանում է, թե ինչ ռիսկեր է պարունակում օտար երկրների զինվորականների ներկայությունը տարածաշրջանում, այսինքն այդ հայտարարությունից մենք կարող ենք ենթադրել այն, որ Ադրբեջանը չի ցանկանում, որ այլևս իրենց օգտագործեն ինչ-որ կոնֆլիկտների մեջ, բայց ես համոզված չեմ այս պնդման մեջ, սակայն այդ հայտարարությունը եղել է, դուք կարող եք տեսնել ինքներդ եւ համոզվել։ Բայց եթե այդպես է, դա հույս է ներշնչում, ուղղակի հույս է ներշնչում, որ Ադրբեջանը կամաց կհրաժարվի իր այդ ռազմական ռետորաբանությունից եւ կգնա խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհով, ինչը բնականաբար մեզ համար անհրաժեշտ է։ Ուղղակի Ադրբեջանում մեկ բան են սկսել հասկանալ, որ հիմա այն պահանը, ինչպես որ ես արդեն նշեցի, կամ իրենք կկարողանան ամրապնդել իրենց ինքնիշխանությունը, կամ կկորցնեն իրենց ինքնիշխանությունը։ Եվ այս առումով, եթե օրինակի համար Հայաստանում ռուսական ներկայությունը ամրապնդվի, դա կարճ ժամանակահատվածում կարող է ձեռնտու լինել Ադրբեջանին, բայց այն կարող է նոր կոնֆլիկտների հիմք դնել ապագայի համար, երևի դա իրենք սկսել են գիտակցել։ Համենայն դեպս ես հույս ունեմ, որ սկսել են գիտակցել, բայց համոզված չեմ, քանի որ շատ հաճախ շատ լավ են իրենք օգտագործվում ռուսական շահերի համար, ճիշտ է իրենց շահերի համար եւս, բայց ռուսական շահերի համար։ Այսինքն ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ, սիրելի հայրենակիցներ, եւ երևի թե Ադրբեջանը եւս երկընտրանքի առաջ է, եւ դա այն հուշում նաեւ Ալբանիայում արված հայտարարությունները եվրոպական տարբեր քաղաքական կարևոր գործիչների կողմից, որ կարող է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ստորագրվի վերջապես խաղաղության պայմանագիրը։ Նաեւ տեղեկություն մենք ստացանք, որ այս մոտակա 2 օրերի ընթացքում Հայաստան է ժամանելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, եւ իրոք շատ հետաքրքիր է, թե ինչ հարցեր է քննարկելու Սերգեյ Լավրովը եւ կոնկրետ ինչ հարցերի է անդրադառնալու։ Միանշանակ ես կարծում եմ, որ այդ հանդիպման ընթացքում կհնչեն նաեւ շատ թթու մեզ համար նաեւ տհաճ հայտարարություններ։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ կրկին լայքերի համար, հաջողություն, կհանդիպենք։